Բարեկալու Civilnet տեսակապի միջոցով ես զրուցելու եմ Կարեն Ազարյանի հետ, միջազգային առևտրի փորձագետ, նախկինում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության առևտրի հարցերով պատասխանատու։ Բարև ձեզ, շնորհակալ եմ, որ միացել եք։ Բարև ձեզ, շնորհակալություն, որ հրավիրել եք։ Պարոն Ազարյան, վերջին օրերին հատկապես մեծ հետաքրքրություն է առաջացել դեպի ԵՄ շուկա հայկական գյուղմթերք արտահանելու հետ կապված ուրեմն հարցերը եւ մարդիկ փորձում են հասկանալ արտահանողները, արտադրողները փորձում են հասկանալ ինչ պահանջներ են, թեպետ շատ ենք մենք խոսում դեպի Եվրոպական միություն ինտեգրվելու, Եվրոպական միության հետ ինտեգրվելու մասին, բայց կարծես առևտրի հարցում հատկապես եթե խոսքը հայկական գյուղմթերքի արտահանման մասին է, ինքը շատ անծանոթ է շատերի համար, դրա համար հատկապես Ռուսաստանի կողմից վերջին սահմանափակումների եւ կարելի ասել մեծ հաշվով առևտրային պատժամիջոցների ֆոնին Եվրոպական միության շուկան մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Եվ դրա վերաբերյալ տարբեր են գնահատականները թե փորձագետների, թե նույնիսկ արտադրողների եւ արտահանողների շրջանում։ Մի մասը ասում է, որ եվրոպական շուկայի չափանիշները, ստանդարտները գերբարձր են, շատ այսպես խիստ են, դրա համար հայկական ապրանքը դժվար թե այնտեղ վաճառվի։ Երկրորդ նաև դրան գումարվում է գին որակը։ Երկրորդ մասը ասում է, որ չէ, բավական է այսպես որոշակի ստանդարտների համապատասխանել եւ ուրեմն ցանկության դեպքում կարելի է որոշակի նիշա զբաղեցնել եվրոպական շուկաներում։ Որպես մասնագետ, ասացեք խնդրեմ, որ պնդումն է այստեղ ճիշտ եւ ընդհանրապես իրականությունն ինչպիսին է։ Շատ լավ, դուք առանձնացնում եք միայն գյուղմթերքը, բայց հասկանում ենք, որ ԵՄ Հայաստան առևտուրը շատ ավելի լայն է եւ մի երկու պնդումների կարձագանք եմ, որովհետեւ կան պնդումներ, որ միայն հումք արտահանվում, Եվրամիության շուկա դժվար է մուտք գործել եւ այլն, բայց այստեղ ուզում եմ ընդհանուր մի քիչ ավելի ընդլայնել, հա, մեր այս շրջանակը խոսակցության մի կարճ անդրադարձ կատարեմ ԵՄ Հայաստան առևտրին, բայց մենք այս պահին խոսում ենք ԵՄ առևտուր ապրանքների առևտուր, բայց բացի ապրանքների առևտրից գոյություն ունի նաև ծառայությունների առևտուր, որտեղ որ էլ շատ լավ մեծ շուկա է Եվրամիությունը Հայաստանի համար եւ այդ առևտուրը տարեցտարի աճում եւ ավելանում է։ Բայց քանի որ հետաքրքրությունը այս պահին ավելի շատ պարենային մթերքին է վերաբերվում եւ գյուղմթերքին է վերաբերվում, ես այդ հարցերին կանդրադառնամ, մի փոքր պատմական ակնարկ անենք, թե ինչ է կատարվել, ինչ հիմքերի վրա է կատարվում այդ առևտուրը Եվրամիության եւ Հայաստանի միջեւ։ Եթե խոսում ենք, ասենք Եվրամիությունը հանդիսանում է, մինչ օրս հանդիսանում է Հայաստանի համար շատ կարևոր առևտրային գործընկեր։ Մինչև Հայաստանի Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը Եվրամիության կշիռը Հայաստանի արտաքին առևտրում օրինակ 2011 թվականին հասել է մինչև 32%, բայց հետո տարեցտարի սկսել է նվազել, քանի որ ԵԱՏՄ-ն կիրառել է ընդհանուր մաքսատուրքեր երրորդ երկրների համար եւ գիտեք, որ 2022 թվականին, 22-23 թվականին ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով այդ առևտուրը Հայաստանի արտաքին առևտուրը շատ այսինքն այդ թվերը իրական չեն դարձել, այսինքն նույնը Եվրամիության հետ առևտուրը գրեթե կրկնակի թվերը աճել են, բայց դրանք պայմանավորված են ոչ թե իրական առևտրով, այլ աշխարհաքաղաքական իրավիճակով, պայմանավորված են այդ ուղիների փոփոխություններով, այո, վերարտանումներով, Այո, եւ դրա համար 2024 թվականին, երբ որ Հայաստանի արտաքին առևտուրը կտրուկ աճեց 27 միլիարդ եվրոից ավելացավ, Եվրամիության դերը կտրուկ նվազեց 8%-ից էլ քիչ նվազեց, բայց դա կրկին ոչ մենք հիշում ենք ոսկին, ադամանդը եւ այլն, հա, որ արաբական միացյալ էմիրությունները Չինաստան սկսեցին արտահանվել, դրանք են ուրեմն դերակատարում ունեցել։ Եթե մենք հանում ենք այդ աղմուկը, ապա Եվրամիություն Հայաստան առևտրաշրջանառությունը կարելի ասել ստաբիլ տեմպերով իր զարգացումը ունենում է ու որոշ չափով էլ ավելանում է։ Հիմա եթե խոսենք ինչով է կարևոր Եվրամիության շուկան, ինչու են այդքան շատ ասում արտահանեք Եվրամիություն։
Նախ եւ առաջ ասենք, որ Եվրամիությունը դա ամենամեծ մաքսային միությունն է, որը ներառում է 450 միլիոն ուրեմն հիմնականում վճարունակ սպառող։ Այդ սպառողները նաև այդ միությունը նաև համարում է գրեթե ամենապահանջկոտ եւ մրցակցային շուկան։ Դրա համար մուտքը այդ շուկա նաև որոշ պարագայում այո դժվար է, այո պահանջներ գոյություն ունեն, բայց մեր տնտեսվարողները շատ ժամանակ այն որ ասում են աչքի վախերը մեծ են, չէ՞, այդ այնց վախեցած են, որտեղ չեն իմանում տեղեկատվությունը հասանելի չի, այսինքն հասանելի է, բայց այդ տեղեկատվությունից պետք է կարողանան օգտվել։ Օրինակ Եվրամիությունում շատ լավ գործիք կա, հարթակա, որը եվրոպական հանձնաժողովն է կառավարում, կոչվում է մուտք շուկաներ, access to markets։ Անվճարը հասանելի է ողջ տեղեկատվությունը շուկայի վերլուծության համար, բոլոր տվյալները մաքսատուրքերով, ավելացված արժեքի հարկի տոկոսներով, ողջ տեղեկատվությունը այդտեղ կա, բայց շատ քչերն են կարողանում օգտվել այդ տեղեկատվությունից եւ բացի այդ, երբ որ մուտք են գործում օրինակ Եվրամիության ներմուծման պահանջներին եւ կանոններին, շփոթվում են։ Պատկերացրեք հարյուրավոր կանոնակարգեր, պահանջներ եւ այլն, եւ մանավանդ փոքր միջին ձեռնարկությունների համար դա շատ բարդ է այդ ամբողջ տեղեկատվությունը մարսել եւ կարողանալ հասկանալ թե որն է իրենց համար անհրաժեշտ է։ Բայց միշտ խորհուրդ եմ տալիս, որտեղ հաճախակի հանդիպումներ եմ ունենում գործարարների հետ եւ միշտ խորհուրդ եմ տալի։ Առաջինը իմացեք թե ինչ է ուզում ձեր գործընկերը Եվրամիությունում։ Ներմուծողին հարցրու, այս ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որովհետեւ շատ հաճախ օրինակ դուք նշեցիք գյուղմթերքի պարագան, հա, օրինակ բանջարեղեն կամ միրգը։ Բանջարեղեն եւ միրգ արտահանվում են Եվրամիություն, որից է ուրեմն առևտրային խոչընդոտ դրա համար գոյություն չունի։ Այլ պարագա է կենթանական ծագման ապրանքները, հա, օրինակ անցած տարի մարտին Եվրամիությունը բացեց ձուկձկնամթերքի արտահանումը Հայաստանից դեպի Եվրամիություն։ Դա այլ տիրույթ է, այլ պահանջները, այլ ընթացակարգեր են, բայց բանջարեղենն ու միրգը շատ հեշտորեն արտահանվում են։ Ընդամենը մեկ փաստաթուղթ անհրաժեշտ, դա ֆիտոսանիտարական բանն է, սերտիֆիկատն է, որը Հայաստանում լիազորված է դա տրամադրել, ուրեմն սննդի անվտանգության տեսչական մարմինը, ՍԱՏՄ-ն, հա։ Բա ինչու մենք չենք տեսնում մեծ արտահանումներ, եթե ինքը այդքան հեշտ է, կոնկրետ միրգ բանջարեղենի դեպքում, ինչու մենք չենք տեսնում այդքան արտահանումներ դեպի Եվրոպական միության շուկա։ Դա զուտ նրանից է, որ ուղղակի գլուխ չեն դնում, չեն ցանկանում մտնել այդ շուկա, ռուսական շուկան է ավելի հարմար, հեշտ եւ հասկանալի իրենց համար, որովհետեւ եթե մեծ բիզնեսների մասին ենք խոսում, իրենք հաստատ այդ կարողությունները ունեն մեծ արտահանողների, այդ չգիտեմ, մի 2-3 իրավաբան կամ փորձագետ վարձեն, որպեսզի հասկանան ինչ փաստաթղթեր է պետք, պատրաստեն դրա եւ դրանք եւ արտահանումներ իրականացնեն։ Միանշանակ, երբ որ խոսում ենք տնտեսվարողների հետ, իրենք պնդում են, որ Ռուսաստանը ազատ է, հեշտ է, լրացուցիչ գլխացավանք չկա, սերտիֆիկատներ չեն, չէ, պահանջներ կան, սերտիֆիկատի պահանջը նույն Ռուսաստանում գոյություն ունի այդ ֆիտոսանիտարական սերտիֆիկատը։ Սակայն իրենց համար ամեն ինչ ավելի հեշտ է, իրենք ունեն այնտեղ գործընկերներ, գիտեք, որ շատ հայեր ունենք, որ Ռուսաստանում ապրում են եւ հեշտ են գտնում լեզու, հեշտ են կարողանում իրենց արտահանումները կազմակերպել, լոգիստիկ հարցերն էլ լուծում են Լարսի միջոցով, թեև եղանակային հարցեր են լինում եւ Վրաստանի որոշ քաշքշուկներ են լինում, բայց միևնույն է իրենք տարիների ընթացքում կարողացել են ձևավորել այդ արտահանման շղթաները եւ արտահանում են ոնց որ ավելնոր գլխացավանք որ չլինի, դրա համար ինչ մտնենք Եվրամիության շուկա, եթե Ռուսաստան գնում է, բայց գիտեք, այստեղ պարզ հաշվարկ կա, դիվերսիֆիկացիան դա բիզնեսի ոչ միայն պետության դերն է, այլ նաև բիզնեսի գործն է, որը իր ռիսկերը պետք է հաշվարկի։ Ռիսկը երբեք զրոյական չի լինում։ Այսինքն դու գիտես, որ նախկին փորձերն մանավանդ այս տարիների ընթացքում անկախ որ իշխանությունն է եղել են սահմանափակումներ Ռուսաստանի կողմից կամ պանիրն է սահմանափակվել, ձուկն է սահմանափակվել, լոլիկը եւ այլն, այսինքն եղել են եւ այդ սահմանափակումներից պետք է տնտեսվարողները դասեր քաղեն եւ կարողանան դիվերսիֆիկացնել։ Բայց դե ուզում եմ մի հատ հաջողակ փորձեր նշեմ, որ ունենք տենց տնտեսվարողներ, որ գյուղմթերքը միայն Ռուսաստան էին տանում, հետո իրենց ասել են
Սկսի օրինակ Պարսից ծոցի երկրներ, օրինակ 2 օր անընդհատ ինտերնետում հայկական տիրույթում պատտվում է այդ ծնաբեկի արտահանում դեպի Սինգապուր։ Հաջողված փորձը ընտիրա միանշանակ ողջունելի է, որ այդ տնտեսվարողը կարողացել է այդ կապերը ստեղծել եւ արտահանում է ծնեբեկը, Հայաստանում աճեցված ծնեբեկը արտահանում է Սինգապուր։ Պարզա, երբ որ իր տեսանյութը նայում ես, ինքը նայում է չափում է ամեն մի ծնեբեկը, ինչ չափի պետք է լինի, նշում է այդ տուփի վրա եւ այսինքն սա շատ ողջունելի են եւ ինչ եմ ուզում նշեմ, այն տնտեսվարողները, որոնք մտածում են, որ միայն ռուսական շուկայից են իրանք շահույթը քնած ստանում են առանց գլխացավանքի, իրենք երբ որ որոշեցին դիվերսիֆիկացնել իրենց շուկաները, ոչ թե հանում են Ռուսաստանից, այլ պարզապես այլ շուկաներ են մուտք գործում եւ նույն Պարսից ծոցի երկրներ, նույն Եվրամիության երկրներ եւ երբ որ սկսեցին իրենց արտահանումները կատարել, հասկացան այո ներդրում է պահանջում, այո, պետք է համապատասխանեցնես այդ արտահանման շուկայի պահանջներին, այո, բայց երբ որ այդ ամեն ներդրումը կատարում ես, դու հետադարձ ես ստանում քո ներդրման ու ավելի բարձր շահույթ ես ստանում, քան ռուսական շուկայում։ Երբ որ 1-2-ը հաջողվում են, մյուսները ընդ որում նայում են ու հասկանում են, ասում են, եթե ինքը հաջողվել է, գիտեք չէ, մեր հայկական մտածելակերպը այնց է, հարևանը մեքենաների լվացման կետ ինքն էլ է դնում, հարևանը լորիկա վաճառում ինքն էլ է դնում։ Գրիլի սարքերի նման, էլի։ Հա, բայց ասելիքս նա է, որ այդ հաջողված փորձերը ավելի բարձր են խոսում, քան ցանկացած մեր տեսական հիմնավորումներ, թվեր բերենք, տեսություն ապացուցենք, պետությունը, չգիտեմ, ինչ որ բաներ հրճակի, հաջողված փորձերը խոսում են, տնտեսվարողները մեկը մյուսին նայում են, այստեղ պետության դերն էլ է շատ կարևոր։ Հիմա պետության դերի մասին հետո եւս կգանք մեկ այլ հարց, որը կարևոր է կարծում եմ։ Տեսեք, պետությունը այս պահին բավական հապճեպ տեմպերով փորձում է որոշակի ծրագրեր իրականացնել, որպեսզի գոնե այս գյուղատնտեսական սեզոնին մարդիկ, որոնք ի սկզբանե նախատեսել էին իրենց միրգը, բանջարեղենը, չգիտեմ, գյուղատնտեսական ծագման ապրանքները արտանել ռուսական շուկա, գոնե կարողանան այլ շուկաներում սպառել եւ մեծ վնասներ չունենան։ Պետությունը փորձում է սուբսիդավորել այդ ծախսերը, լոգիստիկ ծախսերը, կարծես Եվրոպական միության երկրներ, Եվրոպական միությունը որոշել է ինչ-որ առումով զրոյացնել մաքսատուրքերը կամ նվազեցնել, եւ այդ շուկան դարձել է ավելի հասանելի գոնե ժամանակավորապես քաղաքական որոշման արդյունքում։ Այս միջոցները այս պահին, որ դուք տեսնում եք, կառավարությունը իրականացնում է, դրանք բավարար են, որպեսզի հայկական ապրանքը նախ այս տարի վաճառվի Եվրոպական միության շուկաներում եւ երկրորդը կարողանա որոշակի կայուն այսպես շղթաներ ձևավորել եւ արտահանման շղթաներ ձևավորել դեպի Եվրոպական միության շուկաներ ապագայի համար։ Շատ լավ հարց եք տալիս եւ կարամ կարճ պատասխանեմ, որ այն ինչ որ այս պահին արվում է բավարար չէ։ Բայց հիմա ավելի ընդարձակ պատասխանեմ, այս պահին ինչ է կատարվում, ոնց որ հրշեջի աշխատանք է կատարվում, հա, այս պահին կրակը կա, պետք է անպայման շուտ մարել, օգնել տնտեսվարողին եւ այլն, բայց սրանք շատ կարճաժամկետ եւ կետային օգնություններ են։ Ես հասկանում եմ, որ պետությունը ունի նաեւ այլ աջակցման ծրագրեր, օրինակ, մաքսատուրքերի փոխհատուցում է տալիս դեպի Եվրամիություն արտահանման, մաքսատուրքերի փոխհատուցում է տալիս, կամ եթե ձեր արտադրանքը անհրաժեշտ է նմուշը փորձարկել եւ Հայաստանում չկա այդպիսի լաբորատորիա, որը միջազգային հավատարմագրում կունենա, որի արդյունքները ճանաչվեն Եվրամիությունում, ապա ասում է պետության աջակցման այդպիսի ծրագիրեր կա, ասում է նմուշը ուղարկիր Եվրոպա, փորձարկումը կատարի, ես քո լաբորատոր ծախսերն են որոշ չափը, ոչ ամբողջովին, չգիտեմ, այնտեղ կան չափեր կան, ես կփոխհատուցեմ, այսինքն պետությունը հնարավորին չափով իր սահմանների, իր բյուջեի սահմանափակումները հաշվի առնելով փորձում է աջակցել տնտեսվարողներին, սակայն մի քիչ ավելի գլոբալ պետք է նայել, ավելի ընդարձակ պետք է նայել հարցին, որովհետև միայն այսպիսի ոնց որ բաները, կետայինները չեն լուծում հարցը, պետք է տեսնել ավելի որպեսզի ունենանք ավելի sense զգալի արդյունքներ, պետք է միջամտություններ լինեն
համակարգային, այսինքն բոլոր կետերով վերցնենք եթե անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, կանոնակարգեր, լինեն դրանք, եթե անհրաժեշտ է կատարել օրինակ վերազինում, արտադրանքի համապատասխանեցում, կատարել դրանք, եթե անհրաժեշտ է շուկայի հասանելիության ապահովել դա, ֆինանսավորումը եւ բիզնեսի կարողությունների զարգացում, արտահանման խթանում, այսինքն այդ ամբողջը մի արժեշղթայի միջոցով պետք է կատարվի։ Կետայինը այն մեր ցանկացած նպատակին չեք կարող հասնել։ Սակայն պետք է նշեմ, որ այո, գոյություն ունի այդ աջակցության ծրագրերը, շատ լավ են, հատկապես պետության դերը կարևոր է ինչու՞մ։ Շատ ժամանակ տնտեսվարողները ասում են, պետությունը մեղավորացնում, պետությունը ունի իր դերը, ես կարող եմ թվարկեմ ինչն է օրինակ պետության դերը, հա, բայց տնտեսվարողը ունի իր դերը։ Ես ինչպես նշեցի, ռիսկերը պետք է հաշվարկի, դիվերսիֆիկացիայի քայլերը պետք է անի տնտեսվարողը, ներդրումը վերազինման պետք է անի տնտեսվարողը, իր հաճախորդներին, իր գնորդներին գտնելը պետք է անի տնտեսվարողը։ Բայց պետության դերը ինչու՞մ է, որպեսզի կարողանա ջրինացնել առևտուրը, նոր շուկաներ բացել տնտեսվարողների համար, հա, ապահովի այդ կարգավորող դաշտը ճկուն լինի, եթե ինչ-որ բան պետք է փոփոխվի, օրինակ կառավարության որոշման մեջ փոփոխություն, օրենսդրական փոփոխություն արագ կատարվի, ճկուն կատարվի, ճկուն լինի այդ օրենսդրական փոփոխությունները։ Նաև քաղաքականությունը, ինչ քաղաքականություն է վարում, որ ուղղությանն է խրախուսում տնտեսվարողներին, որպեսզի գնան, այդ ուղերձները պետք է հստակ լինեն, պետության դերն է, հատկապես ՓՄԶ-ների, փոքր միջին ձեռնարկությունների մասով, նաև պետությունը կարողանա ունենա այդ ինստիտուտը, որը ձեռքից վերցնի ու կարողանա տեղեկատվություն տալ, ինչ սերտիֆիկատներ են պետք այդ շուկայի համար, ինչ ճանապարհով պետք է գնալ, ուղեցույց, քայլեր եւ այլն, բայց այս պահին մենք չունենք ինստիտուտ, հա, պետական այնպիսի մարմին գոյություն չունի, որը արտահանման խթանման զբաղվում։ Էկոնոմիկայի նախարարությունը այո, ունի ինքը քաղաքականության մշակողը, ունի աջակցման ծրագրեր եւ այլն, բայց հենց այնպիսի ուրեմն ինստիտուտներ, ինչպիսին ունեցել ենք մինչև 2019 թվական, օրինակ ունեցել ենք Business Armenia, որը հստակ արտահանման խթանման զբաղվում է, ունեցել ենք ՓՄԶ զարգացման կենտրոն, որը դարել է Enterprise Armenia, բայց այսօր ոչ մեկը չկան, այսինքն Enterprise Armenia-ն կա, բայց գործառույթը չունի, այսինքն վերծված այդ գործառույթը, բայց ՓՄԶ-ներին պետք է որպեսզի իրենց ցույց տան այդ նոր շուկան ոնց մուտք գործեն, տեղեկատվություն տրամադրեն, սերտիֆիկացման հարցը հասկանան։ Էքսիմ բանկն էլ կարող է օգնել այդ հարցում, դա էլ չունենք։ Արտահանման բանկ, այսպես ասած։ Հա, գիտեք, կան նաև այլ օրինակ դոնոր կազմակերպություններ, հա, միջազգային գործընկերները, իրանք էլ են պատրաստ, իրանք էլ են ծրագրեր իրականացնում։ Նույն Եվրամիությունը հսկայական բյուջե ունի, որը հենց մասնավոր ոլորտին է միտված եւ օրինակ այս պահին ունենք ծրագրեր, որը օգնում են ձուկ ձկնամթերք արտահանել Հայաստանից Եվրամիություն։ Դեռ բուն արտահանումը գործնական տեղի չի ունեցել, որտեղ համապատասխանեցնում են կանոնակարգերը եւ այլն, եւ բիզնեսը պետք է համապատասխանի դրան, բայց ինչ եմ ուզում ասեմ, այս դոնորները իրենց համար աշխատում են, բայց եթե լինի շատ լավ պետական ավելի արդյունավետ ոչ թե գոյություն չունի, բայց լինի ավելի արդյունավետ այդ դոնորների համակարգման մեխանիզմներ, որտեղ որ բոլորի այդ ջանքերը ուղղորդվի դեպի պետական պետության կողմից սահմանված թիրախներին, ապա կարծում եմ, որ նպատակներին շատ ավելի կարճ ժամանակում կհասնեն եւ ավելի մեծ արդյունքներ կլինի եւ այդ արդյունքները կայուն կլինեն։ Եթե մարդը ցանկանում է միրգ բանջարեղեն այս պահին արտահանել ԵՄ շուկա, որպես մասնագետ, ասացեք քայլերը, որ պետք է անի, արտահանողը, մարդը, չգիտեմ, կազմակերպությունը։ Շատ լավ։ Առաջին հերթին գնորդների հարցն է։ Ով է ձեզանից գնելու ձեր արտադրանքը։ Ընդ որում ասեմ, որ դուք նշում եք, որ կա այդ թյուրընկալումը, չէ, որ մեկը ասում է, այս 10 սերտիֆիկատ է պետք Ծիրանի համար, մյուսը ասում է, չէ, 6-ը հերիք է եւ այլ օրինակ է, այդ օրինակ եմ ասում, ուռճացնում եմ մի քիչ թվերը, բայց իրոք այդպես է, մարդիկ մոլորված են, չեն իմանում։ Առաջին հերթին գտնում եք ձեր գործընկերոջը։ Ընդ որում, այստեղ պետք է նշեմ, ես ասեցի, որ բիզնեսի
արտահանման խթանման ինստիտուտ չկա պետական, բայց նաև բիզնեսի աջակցման մեր կազմակերպությունները ունենք, չէ, օրինակ առևտրաարդյունաբերական պալատ կա, բիզնես միություններ կան եւ այլն, իրենց մոտ այդ ծառայությունների մատուցումը շատ թույլ է, դրանից էլ պետք է զարգացեն, որպեսզի օրինակ այդ նույն Եվրոպայում այդ բիզնեսի աջակցման կառույցներն են, օգնում են գտնել գնորդներ, օգնում են այդ սերտիֆիկատման խորհրդատվություն են տրամադրում, իրավունք ոչ թե անվճար, վճարովի, որոշ օրինակ անդամակցության փաթեթներ ներառում են այդ ծառայությունները, բայց որոշների համար այդ դա վճարովի ծառայություն է մատուցում իր անդամների համար, բայց դրանք շատ կարևոր են, այսինքն բիզնեսի աջակցման կառույցներն էլ են շատ կարևոր։ Առաջին հերթին գտավ եվրոպացի գնորդ կամ ներմուծող, կարա լինի մեր Սփյուռքի ներկայացուցիչներ, ընդ որում ես ունեմ կոնտակտներ մեր Սփյուռքում գտնվող ուրեմն գործարարներ, որոնք ներկրում են Հայաստանից Եվրամիություն տարբեր ապրանքներ, ներառյալ գյուղմթերք, եւ գտնում է այդ գնորդին, հաջորդը գնորդի հետ բանակցում է պայմանները, նաև պահանջները։ Նորից նշեմ, որ որոշ դեպքերում գնորդները պահանջում են ոչ պարտադիր սերտիֆիկատներ։ Այդ սերտիֆիկատները կարան սկսեն օրինակ ISO 22000, որ սննդի անվտանգության կառավարման համակարգ է, կամ չգիտեմ տարբեր սերտիֆիկատներ գոյություն ունեն, Global Gap-ը կամ BRICS-ը կամ IFS-ը կամ եւ այլն, բայց դրանք ոչ պարտադիր են։ Այսինքն, եթե ձեր գնորդը չի ուզում այդ սերտիֆիկատը, միայն ֆիտոսանիտարական սերտիֆիկատը, որը տրամադրում է ՍԱՏՄ-ն, բավարար է գումարած բազա, ես չեմ ասում, որ միայն այդ մի փաստաթուղթն է, ոչ, գոյություն ունի մաքսային, առևտրային այլ փաստաթղթեր, ուղեկցող փաստաթղթեր, բեռնափոխադրման փաստաթղթեր եւ այլն, երկրի եւ այլն, այո։ Չէ, ցակման երկիրը նայեք, էլի ոչ պարտադիր սերտիֆիկատ է։ Եթե ներմուծող երկրում առաջանում է խնդիր, այդ դեպքում կարող է տնտեսվարողը տրամադրի, բայց քանի որ ես նշեցի, որ Հայաստան Եվրամիություն հարաբերությունները ճիշտ ասած կարող է չնշեցի, բայց այդ հարաբերությունները մեր համաձայնագիրը, որ ունենք այսօր, չէ, 2017 թվականին կնքվել է, 21 թվականին ուժի մեջ է մտել, ՍԵՊԱ-ն, ինքը չի նախատեսում մաքսատուրքերի նվազեցում կամ ազատ առևտրի ռեժիմ չի նախատեսում։ Ուստի ցակման սերտիֆիկատի անհրաժեշտությունը այս պահին չկա, որտեղ ցակման սերտիֆիկատը անհրաժեշտ է, որպեսզի դու մաքսատուրքդ նվազեցնես, կարողանաս կամ փոխհատուցում ստանաս կամ նվազեցում։ Մյուս քայլը Մյուս քայլը գնորդի հետ պարզեցիք ինչ եք անում, հետո ստուգում եք ապրանքի նկատմամբ ԵՄ պահանջները։ Նորից ձեր գնորդը կարա ասի. «Տուր ինձ օրինակ, եթե գյուղմթերք կա, պեստիցիդների մնացորդային քանակի մասին փորձարկման արդյունքները»։ Կամ տուր այսինչ փաստաթուղթը, հա, դա ձեր գնորդն է տալիս, այսինքն ավելի լավ է գնորդի հետ ստուգել պահանջները, քան փորձել ինքնուրույն գտնել։ Եթե դրանք խոշոր ընկերություններ, իրենք ինքնուրույն կարող են անել, բայց փոքր միջին ձեռնարկությունների համար կրկնվեմ, որ դա շատ բարդ գործ է լինելու։ Հաջորդը համոզվել, որ արտադրանքը համապատասխանում է այդ պահանջներին, ՍԱՏՄ-ից ստանում եք պահանջվող փաստաթղթերը, կոնկրետ եթե գյուղմթերքը ուրեմն ֆիտոսանիտարական սերտիֆիկատը, կազմակերպում եք մաքսային եւ արտահանման ձևակերպումները, անհրաժեշտության դեպքում ստանում եք դրա գնորդի, օրինակ, եթե գնորդը ասում է այսինչ սերտիֆիկատը լավ կլինի, այսինչ ցանցի հետ եմ աշխատելու, վաճառելու եմ այսինչ ցանցի, ինքը կարող է ասել եւ ընդ որում այդ սերտիֆիկատները հեշտ չեն, այսինքն չեմ ասում, որ մեկ շաբաթում կարող եք նման սերտիֆիկատ ստանալ, իրենք ունեն իրենց պահանջներ, կան ուրեմն այդ սերտիֆիկատը տրամադրող կազմակերպություններ, որոնք չեն կարող ձեր հրահանգով ասել, մեկ շաբաթում եկեք ստեղ իմ արտադրությունը սերտիֆիկացրեք։ Դա ամբողջը պետք է պլանավորել, կարա տևի 1 ամսից 2 ամիս, մինչև այդ սերտիֆիկացումը դուք ստանաք, բայց պետք է նախատեսեք։ Ուրեմն ինչ է ասելիքս, կարելի է առանց այդ սերտիֆիկատների արտահանել, ոչ պարտադիր սերտիֆիկատների կարելի է արտահանել եւ վաճառել Եվրամիությունում։ Եվ նաեւ վերջում էլ նշեմ, որ ինչ է պետք անել։ Պետք է ապահովել, որ ձեր արտադրանքը ճիշտ մակնշվի, նորից ձեր ներմուծողը նշում է
ճիշտ փաթեթավորվի, ուղեկցող փաստաթղթերը արկա լինեն։ Եթե անհրաժեշտ է սառնարանային, ուրեմն տրանսպորտային միջոց, ապահովեք իր ջերմաստիճանի պահպանումը, այդ սառնարանային ուրեմն տրանսպորտային միջոցով տեղափոխեք, եթե անհրաժեշտ է։ Եվ սա է ամբողջ շղթանը, այսինքն ներմուծումը իրականացնում է ամբողջ մաքսատուրքի վճարում եւ այլն իրականացնում է ներմուծողը, որովհետեւ Եվրամիության պահանջներով ներմուծում դեպի Եվրամիություն կարող է իրականացնել Եվրամիությունում գրանցված տնտեսվարող։ Հասկացա։ Եվ այդ շղթայի մեջ, որովհետև երբ որ էկոնոմիկայի նախարարությունից ասում են, որ մենք ունենք կազմակերպություններ, ընկերություններ, որոնք համապատասխանում են բոլոր պահանջներին Եվրոպական միության եւ կան ապրանքներ, որ արտահանվում են Եվրոպական միության շուկաներ, բայց հիմնականում այդ արտահանումները քիչ ծավալի են, նոստալգիկ բնույթ են կրում, այսինքն այնտեղ հիմնականում սփյուռքն է դրանք օգտագործում, որովհետև ծանոթ է դրան եւ անկախ գնից։ Եվ ասվում է, որ երբ որ հասնում է մեր ապրանքը դեպի եվրոպական շուկայում ինքը մրցունակությունը գնային տեսանկյունից, գինվորակ տեսանկյունից կորցնում է։ Հիմա այս շղթայում որ կետն է ամենակարևորը։ Մարդիկ կան ասում են, որ այլ լոգիստիկան է ամենակարևորը եւ լոգիստիկան պետք է սուբսիդավորվի կամ լոգիստիկ հարցերի հետ կապված պետության աջակցությունը շատ կարևոր է, որpիսի մեր ապրանքները իսկապես այդ, չգիտեմ, փոքր ծավալով չարտահանվեն եւ փոքր ծավալով չսպառվեն այնտեղ, այլ մեծ եւ մասսայական արտահանումների մասին խոսքը գնա։ Արդյոք ճիշտ է այդ մոտեցումը։ Դուք ինչ կարծիք եք, լոգիստիկայի մասը ամենակարևոր խնդիրներից է։ Լոգիստիկայի մասը ամենակարևոր խնդիրը չէ։ Լոգիստիկայի խնդիրը արկա միանշանակ համաձայն եմ եւ կանդրադառնամ այդ հարցին, բայց տարիներ շարունակ տնտեսագետները, որոնք զբաղվում են միջազգային առևտրում, նկատի ունեմ Հայաստանում գործող տնտեսագետները, մենք շատ լավ տնտեսագետներ ունենք այդ հարցով զբաղվող, պնդում են, ասում են, որ հայկական գյուղմթերքը պետք է ունենա բարձրարժեք նիշայի համար նախատեսված լինի։ Այսինքն ինքը պետք է այն ընտիր արտադրանքը, օրինակ, օրգանիկ լինի, օրինակ, ներկայացվի, վերջերս նաև այդ էր ասվում, որ նույն մեր ծիրանը, քանի որ իր այն գիտական անվան մեջ կա արդեն Արմենիա անունը, Արմեն անունը, այսինքն իր ծագումը առաջացել է հենց Արմենիա անունից, հա, պետք է օգտագործել եւ առաջ մղել այդ գաղափարը։ Պետք է իրան բրենդավորել, պետք է իրան ճիշտ ներկայացնել, որովհետեւ Եվրամիության շուկան այո մեծ է, այո նոստալգիկ բնույթ է կրում այսօրվա արտահանումը գյուղմթերքի, հիմնականում սփյուռքի, բայց որոշ արտադրանքների, ապրանքների մասով ոչ միայն սփյուռքն է գնորդը այդ ապրանքների, հա, դրա համար մենք պետք է հասկանանք, որ ոնց ենք ուզում դիրքավորենք Եվրամիության շուկայում։ Եվրամիության շուկայում գոյություն ունեն Եվրամիության անդամ երկրներ, որոնց գյուղատնտեսությունը շատ զարգացած է, ու իրենք կարող են ապահովել Եվրամիության շուկայի պահանջարկը, հա, վերցնենք, չգիտեմ, նույն ծիրանի պահանջարկը կարող են նույն Իսպանիան կամ Ֆրանսիան ապահովում են շատ մեծ, ուրեմն, ծավալով բերք, ծիրանի բերք, որ կարող են, բայց իրենց ծիրանը տարբերվում է մեր ծիրանից։ Ինչպես ենք մենք ներկայացնում այդ ծիրանը, հա, ինչպես ենք մենք ներկայացնում մեր մոտ աճեցված նույն ծնեբեկը, նույն վարունգը եւ այլն։ Այս սա է կարևոր։ Իհարկե լոգիստիկան միանշանակ կարևոր դեր է խաղում, քանի որ Հայաստանը ծովին ելք չունեցող պետություն է եւ հիմնականում արտահանումը դեպի Եվրամիություն իրականացվում է Վրաստանի նավահանգիստներով եւ Թուրքիայով ավտոճանապարհը այս վերջերս գիտեք, որ հայտարարվեց, որ ոնց որ այդ առևտրի կային խոչընդոտներ դրանք վերացվում են, բայց դեռևս չունենք ազդակներ տնտեսվարողներից, որ ասել են, որ այդ ճանապարհով, այսինքն ավտոմեքենայով տանել Թուրքիայով դեպի Եվրամիություն, արդեն հստակ ամեն ինչը լավ գործուն է։ Հիմնական ճանապարհը լաստանավերով Վրաստանի նավահանգիստներից դեպի Բուլղարիայի եւ Ռումինիայի նավահանգիստներ են գնում եւ այնտեղից արդեն տարածվում են այլ շուկաներ։ Բայց նաեւ ունենք օդային ճանապարհով կատարվող տեղափոխումներ, սակայն հասկանում եք, որ օդային ճանապարհով կարան տեղափոխվել միայն այն
գյուղմթերքը, որը ունի բարձր արժեք, այսինքն կարա իր ինքնարժեքի մեջ թույլ տա ներառել նաև տրանսպորտային օդային ճանապարհի բարձր արժեքը։ Այստեղ այո պետության դերը, որպեսզի օրինակ սուբսիդավորի Հայաստանից այս պահին կա երկու կարգո, հա, այսինքն բեռնափոխադրող ավիաընկերություններ, որոնք կատարում են մեկը Ֆրանկֆուրտ, մեկը Գերմանիայի Ֆրանկֆուրտ, մյուսը Բելգիայի Լիեժ են տեղափոխում, բայց նաև բեռնափոխադրումը կարելի է ուղևորատար ինքնաթիռներով էլ իրականացնել, եթե ծավալները մեծ չեն, բայց միևնույն է արժեքը բարձր է եւ այստեղ պետք է ձեր արտադրանքն էլ ունենա բարձր արժեք, որպեսզի կարողանաք տեղավորվել եւ ստանալ շահույթ։ Պարոն Ազարյան, շնորհակալ եմ, որ միացաք մեզ։ Civilnet-ը կապ էր հաստատել Կարեն Ազարյանի հետ եւ մենք զրուցեցինք դեպի Եվրոպական միություն արտահանման նրբությունների, չափանիշների եւ խնդիրների մասին։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։